Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է հետաքրքիր էքսկլյուզիվ թողարկում եւ ունեմ բացառիկ սպասված հյուրեր։ Առավելևս էքսկլյուզիվ նաեւ տեսանյութեր, բայց դրանց մասին ավելի ուշ, որովհետեւ այս պահին ուզում եմ ես շնորհավոր օրվա բոլոր օբելյարներին լավագույն բարեմաղթանքներով առողջ լավ մարդկանց շրջապատում, հարազատների գրկում եւ իհարկե ամենակարևորը 21 TV ու Զինայի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Նայում եմ աչքերից սիրունելի Տալիս եմ օրեցօր ինձ երանի Որ ունեմ ես կեզ Դու ասես լինես Աշխարհի մեջ աշխարհիմ ես Համոհոտիտ կապել եմ լավելի Ունեմ կարիքդ ես էլ ավելի Դե արի Սերս լիելի Քեզնով ավելի Կյանքս թող երկարի Սիրահար ենք մոլի Երկուսով մի օրի Շատանում է մեր սերը օրորի Սիրահար ենք մոլի Երկուսով մի օրի Շատանում է մեր սերը օրորի Դու մի տեսական համեմ ատելի Դու մի տեսակ սիրուն ու անթերի Ախանի Սիրող սիրտ լինի Որ ամբողջ մի սեր տեղանի Իմ սիրտը կոնե մեջի ավելի Գուզեմ ասեմ խոսքեր հազարումի Թող հանի Սերը վեր հանի Մեր սիրուն ճամփով Յանքը մեզ տողնանի Սիրահար ենք մոլի Երկուսով մի օրի Շատանում է մեր սերը օրորի Սիրահար ենք մոլի Երկուսով մի օրի Շատանում է մեր սերը օրորի Սիրահար ենք մոլի Երկուսով մի օրի Շատանում է մեր սերը օրորի Սիրահար ենք մոլի Երկուսով մի օրի Շատանում է մեր սերը օրորի Դե ինչ հարգեն ես 21 TV եթերում աշխատանք սկսել ընթացքի մեջ պահպանում է տոնը շնորհավոր Զինայդ նախագիծը Եվրոպա չկորցնելով ուզում եմ ձեզ ներկայացնել տեսանյութ ըստ ֆորմատի ինչպես միշտ եւ տեղեկացնեմ որ տեսանյութի հերոսները րոպեներ անց լինելու են մեզ մոտ տաղավարում ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա
Դե ինչ ես վստահ եմ, որ հենց հիմա շատ-շատեն են մոտ նստել, ձայնը բարձրացրել, իսկ ես կառաջարկեի սպորտասեր հասարակություն ավելի մոտ նստի, որովհետև դու գիտեք, ես սիրում եմ հետաքրքիր նորություններ ներկայացնել եւ ներկայացնել ոչ միայն բացառիկ տեսանյութեր, այլև չեմպիոններին հրավիրել ինձ մոտ տաղավարում։ Եվ ըստ սահմանադրական օրենքի ես այս բան պետք է բնականաբար ներկայացնեմ, թե ում եմ մեծագույն սիրով հյուրընկալել եւ այսպես Կիոկուշին կարատեի մարզիչ աշխարհի չեմպիոն Նարեկ Գաբրելյանն է ինձ մոտ տաղավարում եւ նրան ուղեկցում են իր չեմպիոնները, որ արդեն նաեւ մերն են։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Ալեն Հովանիսյանը եւ Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր Քաջիկ Ոսկանյանը։ Տղաներ ջան, ողջույն։ Բարի լույս։ Ոնց ես Նար ջան։ Շնորհակալ եմ Զինջան, դու ոնց ես։ Շատ լավ։ Ես գիտեմ, որ այստեղ տղաներից 2%-ն են ոնց հասկացա, ունենք չեմպիոններ, ներողություն եմ խնդրում, որովհետև տաղավարի, գիտեք, փոքր է, բայց խոսենք նաև մյուս տղաների մասին։ Նախ շնորհավորանքներս, լինելով երիտասարդ տիտուլները, որ կարդում եմ, հələ վստահ եմ կեսն եմ ասել եւ ապրեք, որ մեր անունը բարձրեք բաղում, հարգանքնես Կիոկուշին կարատեի նաև ֆեդերացիայի ողջ անձնակազմին, բնականաբար նախագահի գլխավորությամբ։ Նար ջան, սկսենք ամենասկզբից։ Քո Instagram-յան էջը բավականին ակտիվ է։ Դու ներկայացում ես ոչ միայն պարապմունքներ, այլ նաև ներկայացում ես արդյունքներ։ Վերջի արդյունքներից պատմիր մեզ մի քիչ։ Բարի, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսեմ երևի թե ամենասկզբից։ Տարին սկսել ենք մրցաշարերով, որովհետև տարվա սկզբից մենք արդեն իմանում ենք, թե ինչ կարգի մրցաշարեր ունենք մեր առջև եւ արդեն սկսում ենք պատրաստվել ըստ դրանց։ Այսպես մրցաշարերը պատրաստվելով, հարզական հավաքներ անցնելով եկել ենք հասել ենք Եվրոպայի առաջնությունից կուզենամ խոսել, մեր մասնակցած վերջին 2 խոշոր մրցաշարերը, որտեղ որ արդյունքներ ենք ցուցաբերել։ Եվրոպայի առաջնությունը տեղի ունեցավ մայիս ամսին Հունգարիայում։ Այդտեղ Հայաստանի ազգային հավաքականի կազմում էին նաև մեր 2 տղաները, չեմպիոնները։ Ալենը Հովանիսյան դարձավ Եվրոպայի չեմպիոն եւ դարձավ արդեն այդ մրցաշարը հաղթելուց հետո Եվրոպայի կրկնակի չեմպիոն, որովհետեւ Ալենը անցած տարի Թուրքիայում հրաշալի արդյունք էր գրանցել, Եվրոպայի չեմպիոն դառնալով, սա երկրորդն էր։ Իդեպ Ալենը Եվրոպայի առաջնության նաև բրոնզե մեդալակիր է։ Հետո արդեն Քաջիկ Ոսկանյանից խոսեմ, Քաջիկը դուրս եկավ մինչև եզրափակիչ, ծանր մենամարտերով, բայց եզրափակչում ցավոք զիջեցինք, բավարարվեցինք արծաթե մեդալով, բայց Քաջիկը եւս Եվրոպայի չեմպիոն է։ Մինչև այդ առաջնությունը գնալը։ Դրանից հետո արդեն եկանք Բուլղարիա, հուլիս ամիս, Բուլղարիայում աշխարհի գավաթի խաղարկություն կվու վարկածով։ Մեր արժանատիտողներին ասեմ, որ կվու վարկածը Կիոկուշին կարատեում դա ամենաբարձր վարկածն է, որին մասնակցելով կարող ես մեդալակիր լինել, առավել եւս չեմպիոն։ Մեզ ցավոք սրտի չհաջողվեց այդտեղ չեմպիոն տալ, բայց մինչև եզրափակիչ հասանք Քաջիկի հետ։ Քաջիկը մինչև եզրափակիչ հասավ 5 գրագետ բարձրակարգ մենամարտեր վարեց, սակայն եզրափակիչում թույլ տրված սխալի պատճառով մեդալը չկարողացանք հայրենիք բերել եւ բավարարվեցինք արծաթե մեդալով, կրկին եւս մեկ անգամ արծաթ։ Ալենը առաջին անգամ էր մասնակցում ընդհանրապես աշխարհի կամ աշխարհի գավաթի խաղարկության մակարդակի մրցաշարի եւ կարողացավ հենց առաջին փորձից արդյունք գրանցել միանգամից բրոնզե մեդալ, որը որ իդեպ շատ ծանր տրվեց։ Շատ ծանր պայքարում կարողացավ բրոնզե մեդալ գրավել մեր հայրենիքի Հայաստանի Հանրապետության համար։ Տղաները քանի տարեկան են Նար։ Ալենը եւ Քաջիկը 15 տարեկան են տղաները։ Քաջիկը մի փոքր մեծ է ամիսներով, բայց 15 տարեկան են երկուսն էլ, երկուսն էլ ինձ մոտ մարզվում են շատ վաղուց, երկուսն էլ Աբովյանի մարզադպրոցից են։ 6-7 տարեկանից են տղաները սկսել ինձ մոտ հաճախել։ Դե փոստ արդեն։ Ես արդեն 11 տարի Աբովյան քաղաքում զբաղվում եմ մարզչական աշխատանքով, իրանք այդ սերնդից են։ Հասկացա։ Շատ լավ, բայց նար, եթե Քաջիկին Ալենին դնենք կողք, ունենք չէ տղերք, որ նորից չեմպիոններ են, տվել եք չեմպիոններ։ Միանշանակ։ Ես ընդհանուր մեր հավաքականի արդյունքը ներկայացնեմ, կարծում եմ դա եւս մեր հեռուստադիտողներին կլինի նորություններ։ Այո, նորություն կլինի։ Մեր հավաքականը ընդհանուր այս աշխարհի գավաթի խաղարկությունում գրավեց 10 մեդալ, 2 առաջին տեղ, այսպես 4 երկրորդ հորիզոնական եւ 4 երրորդ։
հորիզոնական, եթե ճիշտ եմ հիշում, հնարավոր է որ այսպես, բայց երկու առաջի տեղը դա հաստատ էր ու սա ֆանտաստիկ արդյունք էր։ Օրինակ անցյալ տարվա հաշվարկով որ նայում էինք, անցած տարի էլ նորից տվել ենք չեմպիոն, ունենք Հովհաննես Մալաջյան Հայաստանի հավաքականում, որը որ կվով արկածով մինչև 16-17 տարեկանների մրցապայքարում աշխարհում են քիչ տղաներից է, որ կվով արկածում կարողացավ կրկնակի աշխարհի գավաթակիր դառնալ։ Ֆանտաստիկ տղա է Հովհաննեսը։ Լավ։ Իրեն ունենք ու էլի որ այսպես անվանական չասեմ տղաներին, ձեր եթերը կարող է իրոք չբավարարել այդքան չեմպիոններին, բայց արդեն եթե ես հիմա ասում եմ մեր արդյունքները սպորտից հասկացող մարդկանց համար դա արդեն պարզ է ինչ կարգի արդյունքների հետ գործ ունենք։ 10 մեդալ աշխարհի գավաթի խաղարկությունից ու ասեմ որ ոչ այդքան մեծ կազմով ենք մասնակցել։ Այնպես չէ օրինակ բացատրեմ էլի որ մասնակցել ենք օրինակ 40-50 հոգանոց կազմով, բայց եկել ենք 10 մեդալով, չէ։ Այդպես չի եղել։ Հիմնականում մոտ մեծամասամբ այն քաշային կարգերում որտեղ որ ուզեցել ենք մեդալ, որտեղ որ կարող ենք թեկուզ եւ թեորիապես կարող ենք մեդալ նվաճել, մենք նվաճել ենք այդ մեդալները։ Չեմպիոններ եւս տվել ենք։ Հասկացա, գավաթները տղաներինն են։ Այո։ Ու շատ սիրուն են, ֆիքսեք, հայրենիքինն է։ Ես ուզում շփվել տղերքի հետ, ես ընդհանրապես պետք է կռվեմ, մենամարտեմ այն մարդկանց հետ, ովքեր որ ինձ հետ ասում են, «Ցին դու մարզիկների հետ ոնց ես շփվում», առավել եւս եթերում իրանք մի քիչ լավ չեն խոսում։ Ես չեմ խոսում եթերում։ Ես վստահ եմ, որ հենց հիմա էլ տղաները ինձ կօգնեն, շատ հարցերի պատասխաններս կտան։ Ինձ համար միշտ հետաքրքիր եղել, երբ որ ասենց երիտասարդ ծերունդ մենամարտից առաջ արդեն դե բնականաբար գիտի չէ ում հետ է մենամարտում զգացողությունը եւ գիտեմ որ շատ են էլ որ իմանում են ադրբեջանցի թեմանոց են արդեն պատրաստվում սատկացնելու համար ձեր երկուսիդ ուզում եմ հասկանալ ուժեղ մարզիկները դիմացի որ եղել են մենամարտող ովքեր են եղել եւ ինչպես եք պայքարել երկուսդ էլ կարող եք ձեր ձևաչափի մեջ պատասխանել խնդրեմ տղերք ջան Իմ ուժեղ մարզիկներից մեկը եղել է աշխարհի առաջնության Ղազախ մարզիկը, ում պարտվեցի, ուժեղ մարզիկ էր, բայց արեցի այն ինչ կարող էի։ Ղազախը բավական հզոր դպրոց ունեն։ Ղազախստանը Կիոկուշին կարատեի բավական հզոր դպրոց ունի։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հավաքականների հետ կապված ուղղակի մի բան ասեմ, իրենք էլ միշտ մասնակցում են մրցաշարերին, բայց այսպես ֆավորիտ պետություն իրենց չես համարի, որովհետև գրեթե մեծամասամբ օրինակ Ալենը Թուրքիայում կայացած հենց Եվրոպայի առաջնության ժամանակ առհասարակ մեր հավաքականի բացումն արեց մենամարտերի, Հայաստանի ազգային հավաքականից ինքը առաջինը սկսեց, ու հենց թուրք մարզիկի հետ էր։ Հենց առաջինը միանգամից այդ մենամարտը, եթե չեմ սխալվում, դեռ ժամանակից շուտ ավարտվեց։ Ալենը նոկաուտով հաղթեց մարզիկին, ու այսպես շարժվեցինք։ Տենց է պետք է լինի։ Քաշ ջան, հələ դու ասա վերջինը ում հետ ես մենամարտել, ինչ արդյունքներ։ Աշխարհի գավաթի առաջնության ժամանակ դժվար մրցակիցներից եղել է երկրորդ մրցակիցը, էլի Ղազախ մարզիկ է եղել, շատ բարդ էր, բայց կարողացա իրան հաղթահարել եւ շարունակել իմ աշխատանքը։ Որ քաշանի տակ են տղերքը, երկուսն նույն քաշի տակ են։ Չէ, Ալենը ծանր քաշային կարգում է հանդես գալիս, մինչև 70 կիլոգրամ քաշային կարգ, քաջիկը մինչև 55 կիլոգրամ։ Շատ լավ։ Նար եւ ամփոփման համար խնդրում ասա, ինչ ունենք մինչև տարվա վերջ, ինչ ունենք անելու։ Մինչև տարվա վերջ ունենք հետեւյալ ծրագիրը, արխիվում աշխարհի առաջնությունն է, ասեմ նոյեմբեր ամսին Լեհաստանում Վարշավայում կանցկացվի աշխարհի առաջնությունը։ Հիմա մեր նպատակները ուղղված են դեպի այնտեղ, բայց մինչև դա օգոստոս ամսին անցել ենք ուսումնամարզական մեծ հավաք։ Մասնակցելու ենք հոկտեմբեր ամսին Բաթումի միջազգային մրցաշարը, որը խոշորագույն ֆանտաստիկ մրցաշար է, իդեպ նույնիսկ մենք այսպես մեր մեծ զրուցելով մարզիչներով ասում ենք, որ ինքը որ Եվրոպայի առաջնությանը հավասարազոր մրցաշար իրենք արել է, որովհետև ես հայտերը արդեն նայել եմ 15-ից 16 պետություն արդեն հայտ է տվել մասնակցության համար ու արդեն այդտեղ մեր համար պարզ է, որ հզոր պայքար է գնալու, բայց մեր բոլոր սլաքները, այսպես նպատակները ուղղված են դեպի Վարշավայի աշխարհի առաջնությունը, որտեղից որ իմ ակումբը բնականաբար Հայաստանի ազգային հավաքականում ունի իր ներկայացուցիչները, Քաջիկ Ալենը եւ Էլիկան տղաներ, պարզապես իրենք այստեղ չեն։ Ու միանշանակ այնտեղ կան քաշային կարգեր, որ գնալու ենք չեմպիոնության։ Ալենի ու Քաջիկի հետ կապված ասեմ, որ ձգտելու ենք չեմպիոնության, որտեղ տեսեք սպորտում մի այսպիսի բան կա, եթե մենք
խփել ենք մի կետի արդեն, մի բարձր կետի ենք խփել։ Իրավունք Այո, մենք ինքներս առաջին հերթին մենք ինքներս ենք մեզանից պահանջում, որ դրանից ցածր երբևիցե փորձենք գոնե ամեն դեպքում ոչինչ չենք խնայում, որ դրանից ցածր չխփենք, բայց հասկանալի է, որ մարզական աշխարհում ամեն բան էլ հնարավոր է, կարող է լինել ամեն բան, մարզիկը կարող է սայթաքել ցանկացած պահի, ինչը որ օրինակ Հաջիկի սայթաքումների պարագայում մեզ մեկը Եվրոպայի առաջնության ոսկի, մյուսը աշխարհի գավաթի խաղարկության ոսկի արժեցավ։ Սայթաքումները այդպեսին են լինում սպորտում, բայց կփորձենք այս աշխարհի առաջնության ժամանակ դա կոմպենսացնենք, չեմպիոնի կարգավիճակ ստանանք։ Դրա համար ամեն ինչ անում եմ ես, թե որպես մարզիչ, թե տղաները, թե հոգեբանորեն մենք պատրաստվում ենք այդ ամեն ինչին, ինքներս մեզ փորձում ենք չեմպիոն տեսնենք մեր քաշային կարգերում։ Նար, եւ վերջում խնդրում եմ ինձ ասա, քո մարշիական կարիերան քանի տարի է։ Արդեն 11 տարի է ես զբաղվում եմ մարզչական աշխատանքով, պատանի էի, երբ սկսեցի մարզչական աշխատանք առաջին անգամ Աբովյան քաղաքից եմ սկսել։ Իմ հիմքը եղել է Աբովյան քաղաքի մարզադպրոցը, այնտեղ բավական դժվար տարիներ եմ ունեցել կայացման, որովհետև Դինջան ինքդ կայացած մարդ ես, դու պատկերացնում ես ինչ է նշանակում արդեն կայանալ, ինչ դժվարությունների մեջով ենք անցնում, ամեն մարդու իր բաժին, այսպես ասեմ, կռիվն է բաժին հասնում ես կյանքում, ես էլ իմ բաժին կռիվը տվել եմ ժամանակին։ Հիանալի է։ Դրա համար էլ այսօր արդյունքները տեսնում եմ։ Եվ մարշիական այսքան տարիների ընթացքում կարող ես ասել թվով քանի չեմպիոն ես տվել։ Այ, չեմ կարող։ 100-ից անցել եք։ Այս բան, չէ, եթե չեմպիոն ասելով նկատի ունենք աշխարհի Եվրոպայի առաջնությունները Իմ համար կներես, բայց բրոնզ եւ արծաթն է չեմպիոն։ Հասկացա, դրա համար եկեք որ այսպես օղակը ավելի նեղացնենք, խոսենք Եվրոպայի աշխարհի առաջնությունների մասին, որովհետեւ ՀՀ չեմպիոններ եւ գավաթակիրներ եւս տվել եմ, միջազգային չեմպիոններ եմ տվել միջազգային, որովհետեւ միջազգային մրցաշարը մենակ աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունները չեն։ Օրինակ հենց մեկը Բաթումի միջազգային մրցաշար, այնտեղ Կովկասի առաջնություն, էլի կան միջազգային առաջնություններ, բայց իդեպ ձեզ մի բան ասեմ, մեր Հայաստանի առաջնությունը բավական դժվար է այնտեղ մեդալներ շահելը։ Ես ձեզ այսպեսի մի բան ասեմ, կան օրինակ տղաներ, ովքեր որ դրսում կարող են անել արդյունք միջազգային մրցաշարերի ժամանակ, բայց կարող են հետ վերադառնալ եւ Հայաստանի չեմպիոն չկարողանան դառնալ։ Այդ խոսում եմ մի բանի մասին, որ մեր առաջնությունը հզոր է։ Եթե առաջնությունը հզոր է, ուրեմն հավաքականը էլ է հզոր։ Ինչ վերաբերվում է քանակին իմ չեմպիոնների տված, այսպես գուցե եթերից հետո ձեզ հաշվեմ ասեմ, որովհետեւ իրոք շատ են, այսպես մտքից չի գալիս։ Ինձ հետաքրքիր է, խնդրում եմ եթերից հետո կասես։ Եթերից հետո, բայ։ Շատ լավ, իսկ ես մաղթում եմ ձեզ հերթական անգամ միշտ անվնաս մենամարտեր տղերք ջան։ Արգանքներս բոլոր մեր մարզիչներին, ֆեդերացիայի նախագահին Նարեկ ջան։ Հույսով եմ լավ արդյունքների դեպքում կարձագանքեք, ես ում առաջինը ներկայացել մեր հեռուստադիտողին, շնորհակալ եմ շատ։ Բարի անպայման մենք ենք շնորհակալ հրավիրելու լուսաբանելու համար, Դինջան ձեր շնորհիվ մեր ժողովուրդը, մեր հեռուստադիտողները իրազեկվում են, իմանում են մեր աշխատանքի մասին, չեմպիոնների մասին, բնականաբար չեմ կասկածում, որ ուրախանում եւ հպարտանում են, ինքներս էլ կփորձենք մշտապես հպարտության մեջ պահել, ձեզ էլ ցանկանում եմ անխափան եթեր։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ այսքանից հետո էլ ես շնորհակալ եմ Հանդավաճան հեռուստադիտողներին, որ միշտ Ակոպովնայից ակնկալում են հետաքրքիր թողարկումներ, այսօր ինձ մոտ սպորտ աշխարհներ եւ վստահ եմ դեռ նորությունները լինելու են Կյոկուշինի մասին նորից ինձ մոտ տաղավարում։ Ձեզ հետ Կյոկուշին կարատեի ֆեդերացիայի լավագույններն են եւ իհարկե ձեր Զինի Ակոպովնան։ Ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում, բարին ձեզ։ Ես չէի պատկերացնում կյանքում Այսքան շուտ կմեծանաս աղջիկս Քանի գիշերներ արթուն Օրորել եմ քեզ ես գիրկս Իմ ուրախությունն ես դու եղել հարստությունս Քո ծնվելու օրը ես գտա երջանկությունս Բալես իմացիր դու իմ սրտի մեծ ցանկությունը Թող որ սիրո մեր սեր միշտ լինի անկեղծությունը Իմ ուրախությունն ես դու եղել հարստությունս Երբ դու ծնվեցիր գտա ես իմ երջանկությունը Բալես իմացիր դու իմ սրտի մեծ ցանկությունը Ու թող որ Աստված օրհնի այսօր ամուսնությունը Ով իմանար
Բալես իմացիր դու իմ սրտի մեծ ցանկությունը ու թող որ Աստված օրհնի այսօր ամուսնությունը իմ ուրախությունն ես դու եղել հարստությունս երբ դու ծնվեցիր գտա ես իմ երջանկությունը Բալես իմացիր դու իմ սրտի մեծ ցանկությունը Որ սիրո մեր ձեր միշտ լինի անկեղծությունը ու թող որ Աստված օրհնի այսօր ամուսնությունը